Ախպերս ես քեզ պարզ բան եմ ասում, քո գնալուց հետո հաշվարկ ենք արել ու լիքը բան պակաս է։ Ես էլ քեզ եմ պարզ ասում, որ ձեր հաշվարկները մի քիչ ճիշտ անեք, հաստատ կգտնեք ձեր պակասները։ Լսի, քանի օրը տենց հետներս աշխատեցիր, մտածում ես տենց կարաս խոսաս, հա։ Լսի, այսքան էլ քեզ նրա համար եմ ասում, որ վաղը պայեստի տերը գալու ու Արմոն պետքա հաշվարկ հանձնի իրան։ Լավ դու հասկանում ես ինչ կարա լինի քո հետ դրանից հետո։ Դու այդ ինչ պիտի լինի, է։ Այն որ այդ փողը կամ կբերես կփակվես, կամ էլ ոստիկանության հետ գործ կունենաս։ Քանի որ իրար հետ հաց են կիսել, դրա համար եմ ես քեզ այս ամեն ինչը ասում։ Վաղը բերում ես այդ փողը փակվում ես, թե չէ ոստիկանությունից չես կարա փախչես։ Այս եկել ես լավություն ես, հա, անում։ Բարև երեխեք։ Բարև։ Դուք գնացեք լսան, հեսա մենք կգանք ձեր մոտ։ Չոր բան է եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Դուք հանգիստ գնացեք։ Ծանոթ մարդ ենք տեսել, տեսակ գանք։ Անայս գնացինք։ Հա, Անայիս գնացեք, անանք ստանալու բան չկա։ Հանգիստ գնացեք։ Ուղումները կանես, նորից կտպես ու վերջ։ Գնում եք արդեն։ Հա, ինչ կա որ։ Դե մի հատ բան կա, բայց չգիտեմ ոնց ասեմ ձեզ։ Նոնա կարճ կոնկրետ։ Երեք Դավիթի հետ եմ խոսել։ Դե ինքն ուզեց որ խոսենք։ Ուզում պարոն Սրապյան, բայց ես չեմ ուզում սրա մասին Դավիթն իմանա։ Չի իմանա հետո։ Դե հետո են, որ ուզում էր հասկանար այն օրը քնած ժամանակ ինչ-որ բան խոսել եք, թե չէ։ Խոսել են։ Չէ, ոչ մի բան չեք խոսել։ Ասեցի իրան։ Ասեցի, բայց ինքն էլ ասեց, որ ձեզնից ճշտեմ հարմար պահ գտնեմ, թե քնած ժամանակ ինչ վթարի մասին էիք խոսում։ Դե բայց ես ասեցի իրան, որ ես դրա իրավունքը չունեմ ու ընդհանրապես։ Նոնա կարճ։ Պարոն Սրապյան, Դավիթը գիտի, դե որ մենք միասին։ Վերջը, սպառնացել եք ես։ Չէ, չի սպառնացել, բայց ես իրան ասեցի, որ չեմ համարձակվի ձեզ դրա մասին հարցնեմ, դե այդ վթարի։ Ինքն էլ ակնհայտ ցույց տվեց, որ չի հավատում։ Հասկացա, բան ուրիշ անգամ որ հարցնի, կասես հարցրել ես, չի պատասխանել, ասել է քո գործը չի, եղավ։ Տենց էլ կանեմ։ Հանգստացի աղջի ջան, հանդիպան եմ, տնաշեմ։ Դե լավ, պարոն Սրապյան, գնացի։ Չես հավատա, բայց Օլիայի մասին էի ուզում խոսեինք։ Շուտ չի մի քիչ։ Գիտեմ, որ ուշ է։ Ու ինչ էր ուզում, ասածն ինչ էր։ Ասում էր, որ քեզ է սիրում, որ միասին եք ապրել, պատրաստվում եք ամուսնանալ։ Սուտ է ասել։ Սուտ չի ասել։ Դու հորդ պահանջով ես իմ հետ ամուսնացել։ Գժվել ես դու։ Իհարկե ոչ։ Բայց դեպքում ինչի ամուսնացար իմ հետ։ Հան ինչի ամուսնացար, եթե դուք սիրում եք իրար ու Օլիայի ասելով մինչև հիմա սիրում եք։
Լավություն ես անում։ Բա ու չեմ թողնի գնաս ոստիկանության ձեռը ընկնես։ Բայց չես մտածում, որ դու քո արմոն կարա կընկնեք ձեր ասած ոստիկանության ձեռքը։ Այսինքն, Հա, այսինքն այն, որ դուք Լևի ապրանք եք ծախում։ չես խոսում։ Երևի ձեր տնօրենը չգիտի, որ իր սիրելի արմոն Լևի փողը աշխատում։ Այն բարսետկայի մեջի փողն էլ ձեր փողը, չի։ Բա այն տետրը, որ մեջ ինչ որ բաներ էր գրված։ Ինչ բարսետ կա, ինչ տետր, ինչ ես խոսում։ Դե պարզա։ Բարսետկի տեղը հաստատ փոխած կլինեք։ Տետրն էլ վառած, բայց նկարները մոտս են, Գև։ Հա, Գև։ Ճանաչում ես ձեռագիրդ։ Սպասի, ապերիկ։ Այս նկարները մենակ իմ մոտ չեն, ուրիշ տեղեր էլ կան պահած։ Ու եթե հանկարծ գլխիցս մաս պակասի, դու շատ լավ գիտես ոնց կարա սա հայտնվի ոստիկանության ձեռքը։ Դե հիմա հետ ես թեքվում, ու այլ աշկս քեզ չտեսնի։ Ու եթե հանկարծ դու քո արմը փորձեք ինձ վատություն անեք, արդեն գիտես թե ինչ կարա լինի։ Ինչի փչացրիր իմ կյանքը։ Արեգի կյանքը քոնը, Օլիայինը քո հետ եմ։ Հատկապես քո ու Արեգի կյանքը, չէ՞։ Թե չէ ես ու Օլյան ինչ։ Հա, հատկապես իմն ու Արեգինը։ Ստացի մի հատ։ Սի։ Ես Օլյային այնքան չեմ սիրում, ինչքան նա ինձ։ Հասկանում ես։ Ես շատ կուզեի այդ մարդուն բավականաչափ սիրեի, ամուսնանայի հետ երջանիկ ապրեի։ Թե քեզ թվում է մենակ քո համար է դժվար։ Ես իմ ձեռքերով իմ կյանքը դժոխքի վերածեցի։ Իսկ դե քանդի է դժոխքը, գնա դու քո Օլիայի հետ ապրի, թող ես էլ իմ կյանքը ապրեմ։ Արեգի հետ։ Քո համար ինչ տարբերություն ում հետ։ Ոչ մի տարբերություն չէր լինի, եթե ես քեզ չսիրեի։ Բայց ես քեզ եմ սիրում, ոչ թե Օլյային։ Ու ամենավատը գիտես որն է այս պատմության մեջ։ Այն, որ դու ինձ խաբում ես։ Նոր նախագիծ է։ Հա, ասա մարդկանց թող հավաքվեն ով է ուզում, գան գնանք։ Հասկացա։ Ես ու դու էլ պիտի գնանք այսինքն։ Հա, իհարկե վստահ եմ, որ մենք գնալու ենք, բայց շեշտեց։ Իսկ ինքը մենակ է գալու։ Չգիտեմ, մենք գնում ենք հին թաղի գործերով մնացածը։ Բան չասացի։ Բայց լավ բան ասացիր։ Արգամին էս պահին աղմուկ պետք չի, իր անունը շատ թանկ է իր համար։ Բա Սրապյանը նա էլ է գալու։ Այդ լրիվ արգամի խնդիրն է։ Չես գնում, ասացիր գնալու ես Աշխենի հետ կիսատ գործ ունեք։ Աշխենը տանը չի։ Երեք ասում էր, որ պետք է գնա պապիկի ընկերոջը տեսնի, որովհետև Մոսկվա է գնալու։ Այդ դեռ հարց է։ Լավ, ինչ որ է այսօր եկուց Երևան։ Ես էլ գնացի։ Բա ասում ես դու ինչի որ ես գնում։ Մեքենան վարպետի մոտ էի թողել, պիտի գնամ տեսնեմ ինչ փուլում է ու հետո էլ չասեցիր, որ մարդկանց հետ խոսամ։ Ամել, մինչև ես վերջացնեմ, Աշխենն էլ տանը կլինի։ Լավ, գնա, ես էլ ամեն կզանգեմ, երեք զանգել ես չկարողացա հետը խոսեմ։ Կբարևես ձյաց համային։ Անպայման։ Դերախուսից ինչ եղավ։ Ես ամենասկզբում քեզ չեմ ասել Օլյայի մասին, որովհետև ես խոսել եմ իր հետ։ Ես ասել եմ, որ մեր մեջ ամեն ինչ վերջացած է, ասել եմ, որ նույնիսկ եթե մենք բաժանվենք, ես միևնույն է իր մոտ չեմ վերադառնալու։ Իսկ քեզ այդ ամեն ինչի մասին չեմ պատմել, որովհետև անիմաստ եմ համարել, որովհետև Օլյան ինձ համար անցած գնացած պատմություն է։ Բայց ոնց որ այդքան էլ անցած գնացած պատմություն չի, հա։ Անցած գնացած պատմություն է։ Իսկ ես Օլյայի հետ հանդիպել եմ մենակ մի պատճառով, որովհետև դու ինձ քո կյանք չես թողնում, ու դու էլ ես դա լավ հասկանում։ Ես չեմ արդարացնում ինձ։ Ես ինձ շատ վատ եմ զգում, բայց դու ինձ անդադար խաբում ես, Լուսե։ Մենք վերջերս խոսեցինք այդ ամեն ինչի մասին։ Դու ասացիր, որ ամեն ինչ կանես, որ մեր հարաբերությունները լավանան, ու վերջին մի շաբաթը շատ լավ առաջընթաց կար։ Ու ես հավատում էի, մտածում էի, որ հույս կա, բայց բանից պարզվում է դու ոչ մի բան էլ չես ուզում։ Դու ուղղակի սպասում ես։ Սպասում ես, որ մի օր ես կհոգնեմ ու կգնամ։ Այդպես չի։ Այդպես։ Ուր ես գնում։ Ինչի՞։ Կարող է ուզում ես խոսենք, թե ուզում ես հարցերիս պատասխանես։ Հույս չունենաս։
Ես քեզնից համառ եմ։ Չէ, ուղղակի զարմանում եմ քեզ վրա։ Ինչ եմ արել։ Արամը ասաց գնացեք, ես էլ գնացի, ինչ պետք է անեի։ Բայց դու չես ուզում իմանաս Արթուրը ում հետ է խոսում, ինչի մասին։ Ուզում եմ, բայց ես իրանից նեղացած եմ։ Հայելի նեղացած ես, բայց դու իրան սիրում ես, չէ։ Վայ Անա, ես ինչ ես ուզում։ Լսի, չես ուզում, էլ ոչ մի բան չեմ ասելու, բայց դու իմացի ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Ամենակիչը նեղացնում ես Արթուրին։ Ուր ես գնում։ Լսարան։ Բաս ուր չենք վերցնում։ Չեմ ուզում։ Անայիս։ Այսինքն մնաց մենակ Իզաբելը, տեսնելու ես խոսես հետը։ Չէ, անիմաստ է։ Եթե բան ունենար ասելու, ձեզ կասեր։ Ես մենակ օրենքով կարող եմ ստիպել, բայց դա էլ չեմ կարող, որովհետև գործը փակված է։ Այսինքն հույսդ կորցրիր։ Չէ, իհարկե։ Նախ որովհետև ուզենամ էլ չեմ կարող։ Ու հետո ես մտածում եմ, որ Սրապյանը կապ ունի ես ամեն ինչի հետ, կամ էլ հենց ինքն է։ Դե Արգամն ու Մարիամն էլ չեն խոսում պաշտպանին։ Դե չէի ասի, թե պաշտպանն են։ Ինձ թվում է, որ ուղղակի այստեղ մի շատ կարևոր բան կա, որ ես բաց եմ թողնում կամ չգիտեմ, չեմ նկատում։ Դրա համար լավ կլինի, որ ուղղակի մի պահ բաց թողնեմ ու հետո ուրիշ կետից մոտենամ։ Հասկացա, Լևոն ջան, հասկացա։ Չէ, բայց դուք մի հուսահատվեք։ Այս գործը անպայման բացահայտվելու է։ Իսկ հիմա ինձ կներեք, ես պիտի գնամ, Աշխենին պետք է տեսնեմ։ Այդ Մոսկվա գնալու հետ կապված թե ընդհանրապես։ Համել են։ Սպասի քեզ թե կամ խմ որտեղ Աշխենը տանը չի, իսկ այդ Մոսկվա գնալը այդ հաստատ է։ Միջև վաղը պարզ կդառնա։ Եթե հայրը գա, ահագին վազվզոց է սկսվելու ու քանի դեռ չի արդարացվել, մինիմում տնային կալանք են տալու։ Ես չի լինի Աշխենին։ Մարզա, բա որ գնաց դու ինչ ես մտածում։ Արի աղջիկ։ Պարոն Մելիքյան, վերջին բնակարանի վաճառքի հետ կապված թղթեր մնացին։ Վարդանն առավոտյան վերցրել է, այնպես որ թող Վարդանից էլ վերցնեն։ Մերսի, աղջիկ ջան, մերսի։ Անշարեք։ Դու կասես, չէ՞։ Հա, ես հենց հիմա կասեմ։ Ու ինչու։ Ասում եմ, ու դրանով ավարտվեց այդ հարցը։ Ձերքի տակ ոչ մի փաստ չունի։ Ինչ պիտի անի որ։ Դե ուրեմն շատ ավելի լավ։ Քո այդ ճամպրուկային տրամադրությունը կդնես մի կողմ։ Ես 2 օր այստեղ հավաքվելու ենք Սաթենն ա գալու։ Հին թաղի նոր նախագիծն ենք քննարկելու։ Արգամ ջան, չէ։ Չէ, չկա, Սուրեն։ Ուրիշ տարբերակ չունես։ Աչքի դա երևում։ Ես էլ չեմ մեռը, որ Սաթենը իր ուզածին հասնի։ Եղավ, մտքիցդ անի։ Վերջը ուզածը տարեցիր, չէ, գնացիր Լուսեին հանդիպեցիր։ Հիմա ինչ գոհ ես քեզնից, սիրտդ հանգստացավ։ Բաց թող ցավեցնում ես։ Դու հարցիս պատասխանի, դիտմամբ ես չէ արել։ Հույսդ որն էր, որ կբաժանվենք։ Հա։ Սի իմաստը որն է, միևնույն է ես քեզ ասել եմ, որ մենք չենք ամուսնանալու իրար հետ։ Ինչ էիր մտածում, որ կկարողանաս համոզես։ Ես համոզելու ոչ մի բան չունեմ։ Դու ինձ ես սիրում։ Սի դու չես հոգնում անընդհատ նույն բանը կրկնելուց։ Սի եթե ես քեզ սիրեի, ուրիշին չէի սիրահարվի։ Քեզ ուղղակի ժամանակ է պետք։ Երբ որ այդ ժամանակը գա, դու ամեն ինչ կհասկանաս։ Ուրեմն լսի, ոչ հիմա։ Ոչ մի քիչ, ոչ էլ շատ ժամանակ հետո միևնույնն է քո ուզածը չի լինելու։ Ո՞ս ճիշտն իմանաս։ Մենք ուղղակի վաղուց միասին էինք ապրում։
ու ես ինձ պարտավորված էի զգում ամուսնանալ քեզ հետ։ Սուտ ես ասում։ Բայց վաղը չեմ այսօրը գնալու ես այդ ինտերնետի օֆիսը։ Էլ այդ խանութին չի ես գնում։ Հա, պետքա մի ամիս գնամ աշխատեմ, որ փողս նոր տան։ Իսկ խանութում օրվա վերջում տալիս եմ փողը։ Համել օրը մեջ է աշխատանքը, որ բանվորներն էլ չեն հասցնում իրանց, գնում եմ իրանց օգնում եմ։ Դե ձեռի փող է էլի, համել որ ծնողներիցս չկախվեմ։ Հա, հասկանում եմ, բան չասացի ապեր։ Բայց ասցի գնանք սուշի ուտելու։ Շատ էլ լավ ես անում։ Դու գնացեք սուշի ուտելու, համել կտնաս այն գիժոս ինչ անում, լավ։ Պիցա հասկանում եմ, որ դուրը չի գալիս, բայց պետքա օգնես։ Լավ ապեր։ Դե լավ, ես գնացի։ Բարձր ուր է։ Գործերով։ Գնացինք։ Ուր։ Անայիսը չի ասել, որտեղ են գնում։ Հա, բայց արի գնանք։ Հա, Լևո, ինչ ես մտածում։ Դե մտածում եմ առաջարկեմ ու գնամ հետը։ Մոսկվա։ Հա։ Ամեն դեպքում շատ եմ ուզում օգնել։ Ու հետո ջահել աղջիկա ոնց պետք է անի, իր համար շատ դժվար է լինելու։ Եթե գոնե իրավաբան լիներ, ինչ որտեղ կհասկանայի, բայց սենց Դժվար եմ բառը չի։ դե մնացածն ընթացքում པարզ կդառնա։ Համ կճանաչենք իրար, համ էլ կհասկանանք թե ինչ ենք անում։ Բարձա, բա գործդ ստեղի։ Արձակուրդ կվերցնեմ։ Այսքան տարիների ընթացքում բավականին օրեր են կուտակվել։ Եթե պետք լինի, իմ հաշվին էլ արձակուրդ կվերցնեմ։ Իհարկե, անմիջական ղեկավարությանս տեղյակ պահելով։ Եթե հասկացա Լևոն ջան, բա մեր գործը։ Դե կշարունակեմ աշխատել այնպես, ոնց հիմա։ Ուղղակի պետք է մի պահ դադար տալ ու հետո մոտենալ մի այլ տեսանկյունից։ Տիկին Սաթեն, ես պետքա ձեզ խնդրեմ, որ դուք այս ընթացքում հանկարծ ոչ մի քայլերի չդիմեք, որովհետև այդ շատ վտանգավոր կարա լինի։ Ես հասկանում եմ Լևոն ջան, դե մաքսիմում եթե Իզաբելը հանկարծ զանգի ինչ-որ բան ասի կամ ես ինչ-որ նոր բան իմանամ։ Իհարկե, բայց նախապես ինձ տեղյակ պահելով կգրեք անպայման ամեն հանդիպումից առաջ։ Ես այստեղ լավ ընկեր ունեմ, ոստիկան է։ Պետք եղած ժամանակ գոնե ձեր կողքին կլինի, մենակ չեք լինի։ Լավ, արի թե խմենք, հետո մնացածը կհասկանանք, եթե իհարկե պարզվի, որ իսկականից գնում եք։ Չէ, դե մամ, ասում ոչ մի կռիվ չի եղել։ Հա, պարզ է տհաճ խոսակցություններ, բայց կռիվ չի եղել, մամ։ Ուր ես արդեն հասնում եմ ու քեզ եմ այստեղ սպասում։ Մամ, հա, հասել եմ, արի։ Դե չէ, որոշ պապ, ասեցին, որ այսօր չես գնալու գործի, ես էլ զանգեցի տեսնեմ հո բան չի եղել։ Ինչ գյուղ է ամառանոց։ Հա։ Բա դու երբ ես գալու։ Երկու օրից։ Դե չգիտեմ, ես կարող եմ Մոսկվա գնամ։ Բաշին բռնել են։ Դե չէ, Արեգ ինչ պիտի ասի։ Լավ, որոշ պապ, դե որ ես հստակ ինչ-որ բան իմանամ, քեզ կասեմ, հա։ Լավ, որոշ պապ։ Չէ, ասա, լսում եմ։ Օլյա, խնդրում եմ։ Դու ինձ ընդհանրապես չես սիրել։ Ոչ քոչապ։ Ես եմ մեղավոր։ Եթե մեր մեջ ինչև ամուսնությունը բան չլիներ, կլինի քեզ անիմաստ չմեղադրես։ Հասկացի, եթե իմ զգացածը սեր լիներ ոչ թե հրապուրանք, մենք միևնույնն է միասին կլինեինք, կամուսնանայինք։ Իսկ հիմա ուշադիր ինձ լսի։ Մենք էլ չենք հանդիպելու։ Չէ։ Հա, ու դու էլ չես կարող ինձ շանտաժ անել։ Քո վերջին հույսը լուսեն էր, չէ։ Գնացիր, տեսար, ամեն ինչ պատմեցիր։ Հա ու մի բան էլ։ Ոչ
իմ հարազատներից որևէ մեկը, ոչ Լուսեի, չեն կարող այնպես անել, որ մենք բաժանվենք։ Եթե ինձ չես հավատում, կարող ես գնալ իրենց հետ խոսել։ Ես չեմ պատրաստվում քեզ կանոնեցնեմ։ Ինչի ես իր հետ մնում։ Ինքը քեզ չի սիրում ու չի սիրելու։ Որովհետև ես եմ իրան սիրում։ Ես։ Իսկ հիմա գնա։ Գնա, չգիտեմ, եթե քեզ կօգնի ատի ինձ։ Բայց մի տանջի ոչ քեզ, ոչ ինձ։ Ու եթե կարող ես ների ինձ։ Երեխեք ջան, դուք ինչ ուզում եք վերցրեք, ես հեսա կգամ։ Քեզ սուշից բացի քո սիրած պանրային գնդիկներից եմ վերցնեմ։ Վերցրու։ Բարև ձեզ։ Ինչ կառաջարկեք։ Քանյանցի համար է, 3։ Բարի, տեսեք, մեր ռոլերից կարող եմ առաջարկել կիու մագուրը տարբերակը, իր մեջ ավոկադո է, թուն է, վրան կիվի և ոսկու թերթիկներ։ Ռամբաու լայթը կարող եմ առաջարկել 4 տեսակ ձուկավրան, ավոկադո, մինչև պանիր ավոկադո է։ Եվ տեմպուրա դաբլի կարող եմ առաջարկել, այստեղ էլի նորություն եմ մեզ մոտ, 2 տեսակ պանիր է իր մեջ, տեսեք, 2 տեսակ պանիր է և տապակված մանյածավախեց գետին։ Շատ լավ, ուրեմն այս 3-ը մեկ էլ պանրային գնդիկներ։ Շատ լավ, այստեղ եք ուտելու, բարի, վճարումը քարտով։ Մոտեցրեք։ Հաստատվեց, այդ կտրոնը մոտ 10 րոպեվա ընթացքում պատրաստ կլինի։ Վիկա, ինչ է եղել, բան չես խոսում։ Մտածում եմ։ Ինչի է ամեն ինչ այսքան անարդար։ Ինչն է անարդար։ Դե որ Արթուրը շատ փող չունի։ Ոյ Վիկա, դու էլ բան ես գտել մտածելու։ Արթուրը քեզ ունի։ Իրար հետ կաշխատեք, շատ փող կունենաք։ Էդ երբ։ Համել աշխատելով միանգամից հարստանում են։ Ախր ոնց չես հասկանում, իմ ու Արթուրի կռիվների հիմնական պատճառը փողն է։ Սենց որ գնաց մենք կբաժանվենք։ Ուզում ես ասես փողի պատճառով բաժանվելու եք։ Փողի չէ, փողի քչության։ Ձեզ հեշտ է։ Դու էլ Արամն էլ փող ունեք։ Վիկա, շատ սխալ ես մտածում։ Կարևորը սերն է, հարգանքը։ Փող ինչ կապ ունի։ Ոնց չունի, Անայիս։ Հա, սերը շատ կարևոր է, բայց որ փող չեղավ, սերը ոչ շոր է քեզ հագցնելու, ոչ էլ ուտելիք է տալու։ Երեխեք ջան, վերցրեք ինչ ուզում եք, ո համեստություն չեք արել։ Չէ, ինչ համեստություն, Արթուրի փոխարեն եմ վերցրել։ Շատ էլ լավ ես արել։ Պանրային գնդիկները շատ եմ սիրում։ Փորձել եք։ Ես փորձել եմ։ Շատ համով։ Մարդ ամառանոց ունենար, ճանապարհին գնալ գալուց մտներ հոմպլեքս դավինչի սուշի ուտեր։ Բա հետը չէիր տանելու։ Հոսովաս չես մնալու ամառանոցում։ Ճիշտ է։ Լաց կերեք։ Ալո։
Սա մնում է, թե ոչ։ Վերջին ինչ որոշվեց, գնում ես թե չէ։ Չէ, ասես թե չեմ գնում, լավ է։ Յա, ինչ չես գնում ու ուրախ ես։ Ու 20 տարեկան չեմ, որ խոպան գնալուց ուրախանամ տնաշուն։ Հետաքրքիր մարդ ես, գիտես դու։ Դու էլ այնպես ոչինչ։ Չհասկացա, ուրախ չես, որ չեմ գնում, թե պետք է որ գնամ։ Չեմ հասկանում, կռիվ ես ման գալիս։ Չէ, այն պարրավը ինձ լրիվ հերիքակու կարիքը չկա։ Ինչ պարավ։ Անդրանիկի մերը։ Դու Անդրանիկի մոր հետ ինչ կապ ունես, Արգամը չի իր հետ շփվում։ Դա չէ, Արգամն էլ է թռած այդ դաղուլու լուսեն են համահանում, գժվել են երկու լսի։ Հա, ասում էին, որ ինչ-որ նոր նախագիծ ունեն, հա։ Լսի, չի լինելու տենց բան։ Այդ Սաթենը իր ծոծորակը կտեսնի, բայց հինթաղը իր ուզած ձևով չի տեսնի։ Իսի, բայց եթե Արգամը համաձայն է, երեխեքը համաձայն են, դու մենակ ինչ պիտի անես։ Նա որ դիտման բանում, հա։ Էլ եմ կրկնում, սիրելիս, պրինցիպի հարցը, ոչ Սաթենը, ոչ իր լակոտը իրանց ուզածներին չեն ասնելու։ Հա, բայց եթե իրենք համաձայն են, դու ինչ, մենակ ինչ պիտի անես։ Են աշխարհ կուղարկեմ։ Հա, ես մի նայեք անեմ։ Հետո, ասենք թե արեցիր ու գնացիր նստեցիր, դա քեզ պետք է։ Այ, էդ էլ հարց։ Սիրելիս 1000 ունի ձև կա։ Մտածել է պետք մտածել։ Հադա։ Հա, տանն եմ։ Ուզում եմ տիկնոջս հետ սուրճ խմել, եթե դա իհարկե։ Երբ ուզեցիր չտվեցի։ Չէ, վրաս չենք չի։ Հա, սպասում ենք։ Ասում ինչ-որ վրաս գործ կա, որ լավ է, որ երկուստ էլ տանն եք։ Տեսնես հիմա ինչ է եղել։ Հիմա սուրճ չդնում եմ։ Չէ, սպասի թող գա միասին կխմենք արի մոտս։ Չէ, սատ չեմ տեսել Վարուշ պապին, ընդեղ չէր։ Հա, տուն եմ գալու։ Լավ։ Ասում եմ, նենց լավ եղանակա չես ուզում տուն գնաս, չէ՞։ Շատ լավ զույգ էին։ Դրա համար են մինչև հիմա Արեգը խելքի չի գալիս։ Սատ իսկ նկար կա, միշտ ասում եք շատ հետաքրքիր է, թե ինչ տեսք ունի։ Կա իհարկե, այնքան չի, ինչքան Արեգի մոտ է։ 1-2 հատ կա մոտս իհարկե։ Հար դու թերթի։ Սիրուն աղջիկա, չէ՞։ Շատ սիրուն է, ինչ էլ ճիշտ են անունը դրել։ Իսկական լույս է։ Հա, իսկական լույս է, բայց դե։ Քեզ լավ ես կում։ Հա, լավ եմ, կներես։ Հա, շատ լավ եղանակ է, չես ուզում տուն գնաս։ Դու էլ չես ուզում, հա, գնաս։ Հա, ճիշտն ասած չեմ ուզում։ Ուղղակի ես տանը այնքան գործ ունեմ անելու։ Երևի դու էլ կունենաս, չէ՞։ Արտուրը շատ է տանջվում։ Չասասել երևում է։ Դրա համար եմ ուզում գնանք տուն, որ խոսեմ հետը։ Եթե ինքը Արտուրին չի սիրում։ Չէ, ինքը շատ է սիրում Արթուրին, ուղղակի թեթև է մտածում ու չի հասկանում, որ դրա պատճառով կարող կորցնի Արթուրին։ Դե սիրում է կդզվեմ։ Ինչ անում ես դες տուն տանեմ։ Չէ, պետք չի։ Մենք կգնանք համեր ճանապարհին կխոսանք ու տունն էլ։ Մաման թողեց։ Հա, ասաց գնա։ Դե ես գնամ իմ գործերով երեխեք ջան։ Եթե ձեզ ուրիշ բան պետք է։ Արամ ջան, մերսի շատ հյուրասիրության համար։ Կարիքը չկա Վիկ ջան։
Գնացի։ Հաջողություն։ Պակա։ Անայիս, այս մենակ հաջող եք անում իրար։ Դե Արթուրը ինձ գրկում է, պտտում է։ Բայց չի կանում։ Չէ, մեր մոտ տենց բաներ դեռ չկա։ Դե կլինի շուտով։ Մենակ տենայր Արամը քեզ ոնց է նայում։ Կարմրեց։ Լավ մի ամաչի։ Հրարի, դեպսանց։ Ես էդի ինչ հապատա, էդի շտապ գործ ա, որ երկուսից ներկայացումը պարտադիր է։ Ասում էիր Իզաբելը տանն է, որ կա։ Գալիս եմ։ Ոնց ես։ Ապրես։ Դա որ սպանեցի։ Խոսատենամ ինչ ա եղա է բալամ։ Որոշել եմ բաժանվել Ռուսերից։ Բաժան, չեմ հասկանում, դու գժվել ես։ Ուրեմն ես իմ գործերը թողնեմ, գնամ հասնեմ ընդեղ, Լուսին շանտաժ անեմ, որ դուք ամուսնանաք, իսկ դու կարող եք կանաչ բանան ասպետական միությունից ես, ես լրիվ ցնդել ա։ Ես գնացի, հա, վերջ։ Շատ շնորհակալ եմ, որ կարեկցեցիր։ Դու սպասիլ է։ Շատ լավ երեխա է, ես մեծ հույս ունեի, որ Արեգի ու իրա միջև ինչ-որ բան կստացվի, բայց դե Ուսամ ձեզ մոտ ինչ-որ բան կստացվի։ Իրես Անայսի հայրը այդքան է հեշտ մարդու, բայց այսքան տարվա մեջ ես իր հետ երբեք չեմ ձանձրացել։ Ճիշտ է, հեշտ չի եղել, բայց չեմ ձանձրացել։ Ես էլ դրա մեջ եմ հետաքրքրություն գտնում, գիտես։